Հայաքավի ազգային քաղաքացիական միավորում կազմակերպությունը մարդ չի կազմել այդ պայմանագրին եւ ոչ էլ ստորագրել այդ պայմանագրի տակ։ Ավելի լավ կլինի նաեւ այդ նույն միտքը հնչեցնողին լրացուցիչ անգամ հարցը ուղղել եւ հասկանալ թե իրականում ինքը ինչա ցանկացել ասել։ Ինձ թվում է ինքը շփոթվել է, չի հասկացել ինչ ասում։ Թե ինչպես են բացահայտել ըստ էության իրենց իրական մտադրությունները, այո։ Առանց գիտակցելու բացահայտել են իրենց իրական մտադրությունները։ Ամեն գնով հասնել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիային։ Դա իրականությունն է եւ զարմանալի է, չէ՞ որ մի կազմակերպության մեղադրում են նրա մեջ, որ իր նպատակը Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան թույլ չտալու։ Եվ ներողություն եմ խնդրում նմանատիպ զավեշտալի արտահայտություններ կարելի ասել արդեն իրենց աշխատանքային ոճի մեջ է եւ վերջերս էլ իրենց падգամավորներից կարծեմ Թակվի Ղազարյանը ասենց միտք արտահայտեց, որ հայ առաքելական եկեղեցու գույքը եկեղեցիները կարելի է ծայրահեղ դեպքում օտարել որպես անշարժ գույք։ Հիմա շատ բարդ է եւ վերացական հասկանալ ինչ ի նկատի ունեն, բայց եթե վերլուծես պարզ երևում է, որ իրենց օրակարգը ոչ թե օրինակի համար կաթողիկոս Գարեգին B-ի հեռացումն է, այլ հայ առաքելական եկեղեցում պատկանող գույքի օտարումը։ Հիմա այդ առումով էլ մի հատ հարց իրենց խարակ ուղեք, որ իրենք նմանատիպ հայտարարություններ են անում, ինչ ի նկատի ունեն։ Եվ կարծում եմ այս զավեշտի ընդհանուր յուրեղացումը նաև այս օրենսդրական ակտի ընդունումն է, որը շուտապույտ կերպով իրենց անցկացրեցին եւ կիսում են նաև մեր իմ գործընկերների այն միտքը, որ այո, իրանք խոճապի մեջ են եւ դա անմիջականորեն կախված է իրենց քաղաքական ռեյտինգի հետ եւ նրանք բոլոր հնարավոր միջոցները օգտագործելու են, որպեսզի ձևավորեն այն սև էկոմիջավայրը, որտեղ պետք է կազմակերպեն իրենց համար VIP անձնական ընտրություններ, ինչպես եկեղեցիներն են օկուպացնում եւ իրենց համար կազմակերպեն VIP կեղծ անմահ եւ սուրբ պատարակներ, ըստ իրեն։ Ոչ սուրբ, ոչ անմահ։ Այո։ Շատ լավ։ Էլի հարցեր կան։